Քրիստափոր Կարամուրզան 19-րդ դարի վերջին քառորդի այն ականավոր կոմպոզիտորներից և երաժշտահասարակական գործիչներից էր, որը ծավալեց բազմակողմանի գործունեություն։ Կոմպոզիտոր էր, բանահավաք, խմբավար, մանկավար, երգչախմբեր կազմակերպող, երաժիշտ քննադատ։ Նա առաջինն էր հայ երաժշտության պատմության մեջ, ով տարածեց և արմատավորեց բազմաձայնությունը։ Նա դարձավ քառաձայնի հիմնադիրը, հիմք դնելով երաժշտական պրոֆեսիոնալ ստեղծագործության զարգացմանն ու ազգային ոճի կազմավորմանը։ Քրիստափոր Կարամուրզայի թողած ավանդը հսկայական նշանակություն ունի և շարունակում է ազդեցություն ունենալ մինչև այսօր։ Կարամուրզան համարվում է հայ խմբերգային արվեստի հիմնադիրներից։ Նրա ստեղծած բազմաձայնությունն այսօր էլ շարունակում է լինել երգչախմբային կրթության և ստեղծագործական աշխատանքի առանցքը։ Նրա շնորհիվ 19-րդ դարի վերջին Հայաստանում և ռուսական կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպվեցին բազմաթիվ երգչախմբեր։ Այս ավանդույթը պահպանվել է մինչև այսօր դպրոցներում, քոլեջներում, կոնսերվատորիաներում, մշակութային հաստատություններում։ Կարամուրզան ստեղծագործեց 20 տարի, որոնցից 17-ը նվիրեց համերգային գործունեությանը։ Այդ 17 տարիների ընթացքում ստեղծեց և ղեկավարեց 90 երգչախումբ, տվեց 250 համերգ, շրջեց 50-ից ավելի քաղաքներ։ Նրա երգչախմբերում երգել են մոտ 6000 անձ, որոնցից մեծամասնությունը ոչ մի առնչություն չի ունեցել երաժշտության հետ։ Նա առաջինն էր, ով պրոֆեսիոնալ ձևով ուշադրություն ցուցաբերեց ժողովրդական երգերի հավաքման, ձայնագրման ու բազմաձայն մշակմանը, որը հիմք դարձավ հայ կոմպոզիտորներից Մակար Եկմալյանի, Կոմիտասի և այլոց ստեղծագործական գործունեության համար։ Նա հանդիսացավ հայկական առաջին բազմաձայն պատարագի հեղինակը։ Կարամուրզայի մշակած ժողովրդական և հոգևոր երգերը այսօր էլ ընդգրկված են երաժշտական քոլեջների և կոնսերվատորիաների ծրագրերում, որպես ազգային երգարվեստի դասական օրինակներ։ Կոմպոզիտորն իր գործունեությամբ ցույց տվեց, որ հայ երաժշտությունը կարող է լինել եվրոպական մշակույթի հետ նույն հարթության վրա, պահպանելով ազգային ինքնատիպությունը։ Այսօր էլ այս գաղափարը շարունակում է ազդել ժամանակակից կոմպոզիտորների և խմբավարների գործունեության վրա։ Քրիստափոր Կարամուրզան իր բազմակողմանի գործունեությամբ իսկապես դարձավ մշակութային ինքնության խորհրդանիշ։